Արմլու լրատվականի տեղեկությունների համաձայն պաշտոնանկություններ են սպասվում մի շարք նախարարություններում։ Մեր տեղեկություններով պաշտոնանկություններ են սպասվում նախ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում։ Արմլուրի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ էկոնոմիկայի փոխնախարարները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Մենք տեղեկացանք, որ ազատման դիմում կներկայացնի Տաթևիկ Սարգսյանը, Լիլիա Սիրեկանյանը, իսկ Էդգար Զաքարյանին պաշտոնանկ կանեն, բայց կգործուղեն այլ աշխատանքի։ Արդեն հայտնի է, որ իշխանությունները նպատակ ունեն Արարատ ցեմենտ գործարանը պետականացնել ու Էդգար Զաքարյանին նշանակել կառավարիչ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ էկոնոմիկայի նախարարությունում ճամպրուկները փոխնախարարներն արդեն հավաքում են։ Նիկոլ Փաշինյանը միայն գոհ է նախարար Գևորգ Պապոյանի աշխատանքից, ով առաջիկայում պետք է վերանշանակվի իր պաշտոնում։ Մեր տեղեկությունների համաձայն ճամպրուկային տրամադրություն է նաև ֆինանսների նախարարությունում։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերանշանակել միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ Արմլուրի աղբյուրների փոխանցմամբ պաշտոնանկ կարվեն ֆինանսների փոխնախարարներ Վահան Սիրունյանին, Արման Պողոսյանին, Ավագ Ավանեսյանին, Էդգար Մկրտչյանին։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Մեր աղբյուրները նշում են, որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է փոխնախարարների աշխատանքից ու վաղուց նրանք տեղյակ են եղել, որ լքելու են իրենց աթոռները։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ նախարարի մամուլի քարտուղար Ինգա Գալստյանը ևս ազատման դիմում է ներկայացրել, այժմ նախարարի մամուլի խոսնակ են փնտրում։ Արմլու լրատվականի տեղեկությունների համաձայն կան ևս մի քանի նախարարություններ, որտեղ փոխնախարարները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։